Հայտարարագրման գործընթացում կառավարության որոշմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ սահմանվել չհայտարարագրման ենթակա եկամուտների տեսակները։ Այս որոշման հիման վրա այսուհետև չեն հայտարարագրվելու ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 միլիոն դրամը չգերազանցող գումարները։ Միանվագ գործարքների շեմը չգերազանցելու դեպքում ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները։ Կառավարության որոշումը ներկայացրել է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային քաղաքականության վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը։ Վերջինիս հավաստմամբ այս փոփոխությունները պայմանավորված են համակարգի աշխատանքի պարզեցմամբ։ Հիմնական նպատակը համակարգը հնարավորինս պարզեցնելն է և ներքաղաքացիների համար հայտարարագրերի ներկայացման գործընթացում ավելի հեշտ համակարգի հետ շփվելն է։ Հայտարարագրման կառուցվածքում իրականացված փոփոխությունները բաղկացած են երկու հավելվածից։ Դրանցից առաջինում սահմանվում են եկամտի տեսակներ, որոնք առանց շեմի հայտարարագրման ենթակա չեն։ Այդպիսի տեսակներից է ստացվող վարկերի գումարները, նշեց բանախոսը, միաժամանակ ընդգծելով, որ ամիսը մի քանի անգամ մինչև 1 միլիոն չգերազանցող միանվագ գործարքները, որոնք չեն հարկվում, չեն հայտարարագրվելու։ Ռիսկերից խուսափելու համար կան օրենքով նախատեսված կարգավորումներ։ Այն դեպքերում, երբ որ հարկային պարտավորություն պետք է առաջանա, իրանք այդ եկամուտները ցանկացած պարագայում հայտարարագրման ենթակա են եւ այդտեղից հաշվարկվելու է հարկեր, վճարվելու է։ Երկրորդ մասով ունենք եկամուտներ, որոնցից հարկային պարտավորություններ չեն առաջանում։ Իրանք չհարկվող եկամուտներ են կոչվում։ Այս կարգավորումները վերաբերվում են այդ չհարկվող եկամուտներին։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց նաև, որ այս տարի նույնպես հայտարարագրման գործընթացը սկսվելու է մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։